ես հիմա արձանագրում եմ, եւ արձանագրում այդ արել եմ, ուզում եմ նորից կրկնեմ, որ եւ ես սրանում միանշանակ համոզված եմ, որ մենք այսօր որպես պետություն ավելի անկախ ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի պետություն ենք, քան երբևէ։ Բայց այսօրվա արձանագրումը իրականում ամենակարևորը չէ, կարևորը ի վերջո, քանի որ նաև խոսք է գնում այն ցիկլի մասին, որը մեկնարկել է 2021 թվականի խորհրդարանական ընտրություններով, որտեղ մեր կարգախոսներ ապագա կա ապագա, շատ կարևոր է նաև ի վերջո պատասխանել այդ հարցին։ Լավ, մենք այդ կարգախոսը իրագործեցինք, թե չիրագործեցինք։ Կա ապագա, թե չկա ապագա։ Սա էլ է ինձ համար գրեթե ամենօրյա խորհրդածության նյութ եւ այդ խորհրդածության արդյունքում ես եկել եմ հետեւյալ եզրակացության, ինչն է գործնականում նշանակում, որ կա ապագա եւ ինչն է գործնականում նշանակում, որ չկա ապագա։ Եթե կա ապագայի նախագիծ հստակ գծագրված, ուրեմն կա ապագա։ Եթե չկա ապագայի հստակ գծագրված նախագիծ, ուրեմն չկա ապագա։ Եվ այո, մենք այդ խնդիրը լուծել ենք, որովհետև այն, ինչ մենք այսօր հանրությանը ներկայացնում ենք, որպես իրական Հայաստանի գաղափարախոսություն, դա ապագայի հստակ գծագրված նախագիծ է, եւ այդ նախագծի գոյությունն է երաշխիքը այն բանի, որ կա ապագա եւ այդ ապագան ունի շատ կոնկրետ պարամետրեր եւ այդ պարամետրերից կարեւորագույնը սեփական միջավայրում հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալն է, լիարժեք եւ ամբողջական հարևանների տարածքային միջազգայինորեն ճանաչված տարածքների ամբողջականությունը ճանաչելը եւ դրանով սեփական տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունը ճանաչելը։ Եվ ես ուզում եմ հստակ արձանագրել, որ վերջին 7 տարիների պատմությունը հարգելի ներկաներ, ինչքան էլ փորձ արվի այլ կերպ ներկայացնել, հենց այս համատեքստում, հենց այս տեսակետից հաջողության եւ ոչ թե անհաջողության պատմություն է։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։